Վերջին օրերին Ուկրաինան զգալիորեն ընդլայնել է Ռուսաստանի խորքերում գտնվող թիրախների դեմ դրոնային և հեռահար հարվածների մասշտաբը։ Թիրախների թվում են նավթամշակման գործարաններ, վառելիքային պահեստներ, ռազմական օդանավակայաններ, կապի հանգույցներ և ռազմարդյունաբերական օբյեկտներ։ Միջազգային agent Դավիթ Կարապետյանի գնահատմամբ տպավորություն է ստեղծվում, որ պատերազմը թևակողում է նոր ակտիվ փուլ, աստիճանաբար տեղափոխվելով Ռուսաստանի տարածք և չշրջանցելով անգամ քաղաքացիական ենթակառուցվածքները։ Տպավորություն է, որ ուկրաինական կողմը հստակ ռազմական բախման սրացման է գնում, անկախ այն հետևանքների, որ Ռուսաստանը հայլային կերպով իր պատերազմն է վարում, հատկապես Սումիի, Զապորոժիեի, Խարկովի հատվածներով, հետևաբար հասկանալի է, որ գոյություն ունի մի իրավիճակ, երբ որ բանակցային գործընթացը փակուղի է մտել, կա խորը ճգնաժամ։ Ուկրաինական կողմը պնդում է, որ արդեն ունի ավելի քան 3000 կիլոմետր հեռահարությամբ դրոններ։ Հունիսի 22-ին հաղորդվեց, որ Ուկրաինայի զինված ուժերը հարված են հասցրել Ռուսաստանի Վորոնեժ քաղաքի կիսահաղորդչային սարքերի գործարանին, որն ըստ Ուկրաինայի կարևոր նշանակություն ունի ռուսական հրթիռների արտադրության համար։ Վառելիքային պաշարան թուղթ մինչև 40%-ը վնասված է, անգամ հիմա նավթի և բենզինի ճգնաժամ կա, ինչ-որ մարզերում անգամ ուրեմն ռեժիմ են մտցրել կիրառման սահմանափակումներով։ Միաժամանակ Ռուսաստանը հայտնում է, որ օդային պաշտպանության համակարգերը խոցում են մեծ թվով ուկրաինական դրոններ։ Ռուսական պաշտոնական տվյալներով միայն մեկ օրվա ընթացքում տարբեր շրջաններում, այդ թվում Մոսկվայի ուղղությամբ, ոչնչացվել են հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր։ Պատերազմը տեղափոխվել է նաև Ուկրաինայի հարավային հատվածներ, միաժամանակ Կիևը հարվածներ է հասցնում Ղրիմի հատվածում, փորձելով մեկուսացնել թերակղզին, շարքից դուրս բերել մատակարարման ամբողջ ենթակառուցվածքները, լոգիստիկան։ Այդտեղ կա լուրջ խնդիր է Ռուսաստանի Դաշնության համար, որքան էլ հիմա իրանք փորձում են հապճեպ կերպով վերակառուցել ենթակառուցվածքներն ու հատկապես կամուրջը, բայց փաստը այն է, որ տագնապի զգացողություն կա, մասշտաբները, երբ որ տեսնում եք, ամբողջ լոգիստիկ ենթակառուցվածքները ոնց են վնասվում, դա ցույց է տալիս, որ ունեն խնդիր։ Ամեն դեպքում հոբ համակարգը լիարժեքորեն 100%-ով չի կարող սպասարկել։ Այսպիսով Ուկրաինայի ռազմավարությունը հիմնականում ուղղված է Ռուսաստանի ռազմական լոգիստիկայի խաթարմանը, նավթային եկամուտների կրճատմանը, օդային պաշտպանության համակարգերի ծանրաբեռնմանը և պատերազմի ազդեցությունը Ռուսաստանի ներսում ավելի զգալի դարձնելուն։ Մոսկվայի բոլոր օդանավակայանները այս պահի դրությամբ ժամանակավորապես դադարեցրել են իրենց գործունեությունը։ Սա խոսում է նրա մասին, որ նաև դիզվառելիքի խնդիր կա, նավթային ենթահանգույցները, ինչպես ասեցի, վնասված են մոտավոր 40%-ով, անգամ հեռավոր, ուրեմն Տալինի վաստոկում անգամ խնդիր կա, եւ այստեղ ներքին սպառման խնդիր ունեն նույնիսկ։ Խնդիրը Կարապետյանի խոսքով գնալով խորանում է։ Միջազգային agent-ը չի բացառում նաև այն սցենարը, ըստ որի Ռուսաստանի ռազմավարական նպատակները կարող են չսահմանափակվել Դոնբասով։ Կայսերապաշտական նկրտումներից ելնելով Մոսկվան կարող է ձգտել հասնել մինչև Մոլդովայի սահմաններ, Ուկրաինային զրկելով ծովային ելքից։ Սա տոտալ ողբերգություն է, որովհետև երկու ժողովուրդները, նույն եղբայրական ժողովուրդները փաստացի սպանում են իրար ու սա իրականում մտորելու տեղիք է տալիս։ Ես կարծում եմ, որ եթե այս տենդենսը շարունակվի, դերևս երկար տարիներ այս պատերազմը անգամ իր ակտիվ փուլով, միշտ արկա կլինի եւ այստեղ ստացվում է, որ մի շարք գերտերություններ եւ մասնավորապես Միացյալ Նահանգները իդեմս նախագահ Թրամփին այլևս միջնորդային դերակատարություն իրենց վրա չեն ստանձնի։ Կարապետյանն ընդգծում է, որ հավաքական արևմուտքն այս պահին շարունակում է ռազմական եւ այլ աջակցություն տրամադրել Ուկրաինային, ուղղակի ներգրավվածությունից զերծ մնալով եւ Կիևին հնարավորություն տալով շարունակել ռազմական գործողությունները։ Շատ հավանական է, որ G7-ի շրջանակներում տեղի ունեցել համոզիչ, այսպես ասած, գործողություններ եւ վստահաբար Ուկրաինային իր սպառազինության արսենալի թարմացումով, նոր զինամթերքների ու սպառազինության տրամադրումով հրահրելու են նոր ռազմական գործողությունների։ Միաժամանակ այս ֆոնին Ռուսաստանը հայտարարում է, որ արևմտյան որևէ երկրի տարածքից իրականացված նույնիսկ մեկ կրակոցը կամ դրոնային հարվածը կարող է հանգեցնել պատասխան գործողությունների, ընդլայնելով պատերազմի աշխարհագրությունը։ Կարապետյանի գնահատմամբ ռազմական գործողություններում կարող է ներգրավվել նաև Բելարուսը, չնայած Ալեքսանդր Լուկաշենկոյի Վոլոդիմիր Զելենսկուն ուղղված հաշտեցման կամ ապաշխարանքի երանգներ պարունակող հայտարարություններին։ Տիգրան Վակիմյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։